Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Մեր հայրենակից ազգային ազատագրական պայքարի անվանի մասնակից է նշանավոր հայդուկ Տարոնի Առյուծ եւ Մախլուտո անվամբ առավելևս հայտնի եւ վայելել է եւ վայելում է մեր ժողովրդի սերը։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է նշանավոր ֆիդայի Սմբատ Բորոյանին, Զորավար Սմբատին։ Մեր հաղորդման հյուրերն են պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Համլետ Գևորգյանը եւ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Ներսյանը։ Բարի գալուս հարգելի պարոնայք, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Սմբատ Բորոյանի կյանքի եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Ազգային ազատագրական պայքարի նշանավոր գործիչ Սմբատ Բորոյանը, Մախլուտոն, ծնվել է 1875 թվականի օգոստոսի 27-ին Մուշում։ Ավարտել է տեղի վանական դպրոցը։ 1900 թվականին մտել է Հոյիդա Մուշի երկաթ խմբի մեջ։ 1901 թվականին մասնակցել է Անդրանիկի առաջնորդած առաքելոց վանքի կռվին։ 1904 թվականին Սասունի ինքնապաշտպանության ժամանակ Գևորգ Չավուշի հետ ղեկավարել է Իշխանաձորի մարտերը։ Թուրքական զորքերի դեմ շարունակել է կռվել Մշո դաշտում։ 1905-ից 6 թվականների հայ-թաթարական կռիվներին ղեկավարել է Արտաշատի ինքնապաշտպանական մարտերը։ Առաջին աշխարհամարտի ժամանակ Անդրանիկի առաջին կամավորական գնդում եղել է վաշտապետ։ Մասնակցել է Դիլմանի ճակատամարտին, Բիթլիսի ազատագրմանը։ 1917 թվականին ընտրվել է Արևմտահայ ազգային խորհրդի անդամ։ Եղել է Ալաշկերտի ջոկատի հրամանատար։ 1918-ից 19 թվականներին մասնակցել է Նախիջևանի եւ Զանգեզուրի ինքնապաշտպանությանը։ 1919 թվականին ընտրվել է Արևմտահայ գործադիր մարմնի անդամ։ 1920 թվականի թուրք-հայկական պատերազմին մասնակցել է որպես կամավորական գնդի հրամանատար։ Ծանր վիրավորվել։ Ղեկավար մասնակցություն է ունեցել 1921 թվականի փետրվարյան ապստամբությանը։ 1933 թվականից բնակվել է Մարսելում։ Ընտրվել Մարսելի դեմոկրատական ճակատի նախագահ։ 1941-ից 45 թվականներին եղել է գերմանացիների դեմ պայքարի ղեկավարներից մեկը։ 1947 թվականին հայրենադարձվել է։ Աշխատել է Կոմիտասի անվան զբոսայգու պահակ։ Մահացել է 1956 թվականի մարտի 16-ին։ Թաղվել Էջմիածնի Սուրբ Գայանե վանքի բակում, Խենթի կողքին։ Երևանում կա նրա անվամբ փողոց։ Ջերմուկում տեղադրվել է հուշարձան։ Նրա հուշերն են հիմք ծառայել Խաչիկ Դաշտենցի Ռանչպարների կանչը վեպի համար։ Պարոն Գևորգյան, Սմբատ Բորոյանը իսկապես մեր ժողովրդի կողմից սիրված եւ ճանաչված անձնավորություն է եւ հայտնի է Մախլուտո անվամբ եւ ֆիդայական շարժման առաջին ակտիվ մասնակիցներից էր։ Մասնավորապես Անդրանիկի առաքելոց վանքի կռվին է մասնակցել, հետո Սասունի ինքնապաշտպանությանը Գևորգ Չավուշի հետ։ Այդ շրջանը նրա մուտքը ֆիդայական պայքարի թողբո։ Երբ ուսումնասիրում ենք մեր ազգային ազատագրական պայքարը 19-րդ դարի վերջ 20-րդ դարի սկիզբ, ապա հպանցիկ ուսումնասիրությունը պարզորոշ ցույց է տալիս, որ մեր նշանավոր ազգային գործիչներից, ֆիդայիներից երևի եզակին է Սմբատ Բորոյանը, որ դեռևս վաղ պատանեկան տարիներից է զինվորագրվել հայոց ազատամարտին։ Նա իր առաջին մարտական մկրտությունը ստացել է Արաբոյի խմբում, երբ ընդամենը 15 թե 16 տարեկան է եղել։ Այսինքն դեռ պատանի հասակից։ Այո, պատանի հասակից։ Եվ ինքը, ինչպես մյուս բոլոր նշանավոր ֆիդայիները, աչքի են ընկել իր արտակարգ ֆիզիկական ուժով, նաև բնական ընդունակությամբ հայրենիքի նվիրաբերվելու այդ գաղափարը այս տարիքից արդեն արմատավորվել էր այդ մարդու մեջ։ Եվ պատահական չէ, որ արդեն 1901 թվականին, 1900 թվականին նա արդեն Տարոնի նշանավոր դեմքերից էր, որովհետև արդեն ֆիդայական փորձառության մի ամբողջ շրջան էր անցկացել եւ մասնակցել է 1901 թվականին առաքելոց վանքի այդ գործողությանը, որը բողոքի մի արտահայտությունն էր, որով փորձում էին Օսմանյան կայսրությանը եվրոպական տերությունների հյուպատոսների այդ միջնորդությամբ նրանց ստիպելու, որպեսզի իրականացվեր հայկական նահանգներում նախատեսված բարեփոխումները։ Եվ նրա գործունեության ամենաինչ ասեմ հիշարժան շրջանը ըստ երևույթին 1904 թվականի Սասունի ապստամբությունն էր, այո, որը իրականում վերածվեց ինքնապաշտպանության։ Նա հենց սկզբից էլ Գևորգ Չավուշի հետ միասին
ղեկավարում էր ուրեմն Իշխանձորի հատվածը, այդ ուղությունը, բայց երբ զոհվում է գլխավոր ուղղության Շենիկ Սեմալ ուղղության հրամանատար Գևորգ այդ հրայր դժողքը, Գևորգ Չավուշը ստանձնում է այդ ճակատի հրամանատարությունը, Իշխանձորի ճակատի հրամանատարությունը արդեն մնում է Սմբատ Բորոյանին։ Եվ գիտենք, որ այդ հերոսական մակարոններից հետո ի վերջո Սասունի ինքնապաշտպանությունը տապալվում է եւ այստեղ էր որ կարևորագույն նրա գործը այն եղավ որ նա Սեբաստացի Մուրադի հետ միասին հազարավոր սասունցիների կարողացավ ճանապարհին կռիվներ մղելով բերել եւ բնակեցնել Մշո դաշտի մի քանի գյուղերում։ Ահա Սմբատ Բորոյանի կարելի ասել ծառայությունը 1904 թվականի ապստամբության ժամանակ կարելի է հենց դա անվանել, որ նա Սեբաստացի Մուրադի եւ Քերու հետ միասին կարողացավ այդպիսի արդյունավետ գործունեություն ծավալել եւ հազարավոր հայեր իրոք փրկվեցին Կոտորածից։ Շնորհակալություն։ Պարոն Ներսյան, պաստորեն ինչպես պարոն Գևորգյան ներկայացրեց, այդ շատ կարևոր այդ մակարոններով մարտական թրծված ուղի է անցել, սկիզբը մարտական եղել փառահեղ եւ հաջորդ փուլը 1905-6 թվականները, երբ Մախլուտոն Սմբատ Բորոյանը ղեկավարեց Ղամարլուի կամ ներկա անվամբ Արտաշատի շրջանում, Արտաշատ Արարատի շրջանում հայ-թաթարական կռիվները, հայության ինքնապաշտպանությունը։ Դե երբ որ Սասունի 1904 թվականի ինքնապաշտպանությունը փաստորեն պարտվեց, դա ավարտվեց պարտությամբ, քանի որ դա չնախատեսված էր թուրքական վաղաժամ հարձակման հետևանք էր ֆիդայական խմբերը մոտավորապես 100-120 հոգի Անդրանիկի գլխավորությամբ, ընդ որում այդ ճանապարհը բացել էր Սեպուը ախլատը մաքրելով ընդդիմադիր տարերից, նրանք անցան Վան, հետո Վանից ուրեմն մաս անցան Պարսկաստան, Պարսկաստանով Արևելյան Հայաստան։ Եվ նրանց Արևելյան Հայաստան հասնելը զուգադիպեց հայ-թաթարական կռիվներին, որը հրահրել էր ցարիզմը, որը գտնվելով ուրեմն հեղափոխության շեմին, հեղափոխության առաջի ռուսական հեղափոխության փաստի առջև կովկասյան ժողովուրդներին իրար դեմ հանելով փորձում էր ընդհանուր ճակատ կազմելու հնարավորությունը բացառել կովկասյան ժողովուրդների ընդդեմ ցարիզմի։ Դրա համար նա սկսեց հրահրել այս հայ-թաթարական կռիվները։ Եվ բարեբախտությունն էր, որ մասնավորապես Սմբատի նման փորձառու ֆիդային ներկայ էր արևմտահայ ֆիդայիները, որոնք անցել էին Արևելյան Հայաստան, մեծ դեր ունեցան արևելահայությանը մասսայական ջարդերից, կոտորածներից փրկելու գործում։ Այսինքն եթե չլիներին այդ արևելահայ գործիչները, որոնք ներողություն, արևմտահայ գործիչները, ուրեմն Սմբատի, Մուրադի, Գոմսակորյունի եւ բազում ուրիշների նման մարդիկ, որոնք Նիկոլ Դումանի սկզբում հրամանատարության ներքո, ուրեմն արևելահայ տարը փրկեցին ստույգ կոտորածներից։ 5-ից 6 թվականների հայ-թաթարական կռիվները արևելահայոց ցեղասպանության առաջին փորձն էր, որը ձախողվեց ի շնորհիվ այս մարտական ուժերի եւ դրանց մեջ մեծ դեր ուներ Մախլուտոն, որ այդ շրջանում արդեն 4 թվի Սասունի դեպքերի ժամանակ վաստակել էր այդ Մախլուտո, անունը մտել էր քրդական երկերի մեջ, որը իրեն հատկապես փայլուն կերպով դրսևորեց Ղամարլուի ճակատում, ուր թաթարական այդ շրջանները չեզոքացրեց եւ նպաստեց ուրեմն բնիկ հայտարի ուրեմն Ղամարլուի կրկին արմատավորմանը։ Եվ նրանք սպիտակ դրոշ պարզեցին։ Ավելի քան 100 տարի անց է եւ ցանկալի կլինի, որ Արտաշատում մասնավորապես Մախլուտոյի Սմբատ Բորոյանի անվամբ փողոց անվանակոչվի։ Կա իհարկե, ես ես ասեմ փողոց կա, բայց սակայն նաեւ ցանկալի Արտաշատում եւ Արարատում է լինել։ Փողոց, բայց ես ասեմ ձեզ ուրեմն Սմբատի նման մեծ մարդկանց եւ սա ես ասում եմ առանց չափազանցության, համար նման փոքրիկ փողոցները, գիտեք, չէ, մասնավորապես առնվազն գոնե փողոցներ ունենք, մենք կներեք կարճ ասեմ, մենք փողոցներ ունենք մարդկանց անունը, որոնք ասենք համառ ռուսական ֆիգուրաներ են, քաղաքական եւ ռազմական առումով, բայց Սմբատի արածի մի տոկոսը չունեն
մեր ժողովրդի ազգապահպանության տեսանկյունից։ Բայց Սմբատի մասին մենք քիչ գիտենք, ցավոք սրտի անունը լսել ենք, բայց գործը չգիտենք։ Դե հուսանք այս հաղորդման շնորհիվ մեր հերոստատիտողները հրացունք ստանան ավելի շատ տեղեկատվություն։ Մարդ, որը մտել է քրդական երգերի մեջ, իսկ քրդերը ամեն հերոսի մասին երգ չէին ուղղում։ Պարոն Գևորգյան, Մախլուտոյի մարտական գործունեության կարելի ասել առավել ակնառու էջերից է առաջին աշխարհամարտի նրա մասնակցությունը։ Մասնավորապես, ինչպես հայտնի, Անդրանիկի առաջին կամավորական գնդում Վաշտի հրամանատար էր, առավել հայտնի Դիլմանի ճակատամարտին է մասնակցել, Բիթլիսի ազատագրմանը, այդ աշխարհամարտի նրա մասնակցությունը ներկայացրել։ Ուրեմն երբ սկսվեց ծավալվել Կովկասում կամավորական շարժումը, կամավորական շարժմանը զինվորագրվեցին մեր գրեթե բոլոր նշանավոր գործիչները, ռազմական գործիչները, արևմտահայ, արևելահայ, ֆիդայիներ, նշանավոր դեմքեր ազատագրական պայքարի, որոնցից մեկը անշուշտ Սմբատ Բորոյանն էր։ Սմբատ Բորոյանը նույնպես հրամանատարների տեխնացուների շարքում է եղել, ինչպես որ Սեպուխը։ Բայց նրանք երկուսն էլ գերադասել են ծառայել Անդրանիկի հետ, որի հրամանատարությամբ նրանք մարտնչել են 1904 թվականի Սասունի այդ ինքնապաշտպանության ժամանակ։ Եվ Սմբատը ղեկավարեց առաջի կամավորական զորախմբի հենց առաջի վաշտը։ Պիտի ասել, որ Սմբատ Բորոյանը Մախլուտոն մասնակցել է առաջի կամավորական զորախմբի մղած բոլոր կռիվներին, բոլոր։ Շատ անգամ Անդրանիկի բացակայության ժամանակ նա հենց ինքն է ղեկավարել, ինքը կամ Սեպուխը ղեկավարել են առաջի կամավորական խմբի մարտական գործողությունները։ Բիթլիսի օպերացիայի այդ մարտական գործողությունների ժամանակ, թեև Անդրանիկն էլ էր ներկա, բայց ցարական հրամանատարության պահանջով առաջի կամավորական խմբի գործողությունները ղեկավարել է հենց Սմբատը։ Սմբատը նշանավոր էր եւ որպես քաջարի մարտիկ եւ տաղանդավոր զորահրամանատար։ Եվ առաջի կամավորական խմբի բոլոր հաջողությունները կարելի ասել մեծամասամբ պայմանավորված են նաեւ հենց Մախլուտոյի Սմբատ Բորոյանի ամբասի ծառայությամբ։ Օրինակ 16 թվականին վերջի ռուսական զորքերի հարձակման նախօրեին, երբ քրդական զորախմբերը, քրդական հրոսակախմբերը կտրել էին ամբողջ Թիգունքը քուրդ հրոսակախմբերից մաքրելու գործը հանձնարարվել է առաջին կամավորականին, որը ղեկավարել է այդ ժամանակ Սմբատ Բորոյանը եւ Դրոյի երկրորդ կամավորականին, որոնք անկնահատելի ծառայություն են մատուցել, Եվ մյուսը նաեւ երբ արդեն ծրվեցին կամավորական խմբերը եւ փրկված Տարոնի, Սասունի, մյուս տասնյակ հազարավոր հայերի, որոնք խմբվել էին Ալաշկերտում եւ Խնուսում, նրանց բերել, հասցրել արևելյան Հայաստան հենց Սմբատը, ճանապարհին մղելով տասնյակ կռիվներ, մոտավորապես 50,000 արևմտահայերի հենց Սմբատի ղեկավարությամբ գործող կամավորական զորախմբի պաշտպանությամբ նայա բերել եւ 18 թվականին հասցրել արևմտյան Հայաստան, այստեղ Երևան, որտեղ որ Արամ Մանուկյանի գլխավորությամբ կազմակերպում էր հայոց բանակը։ Պարոն Ներսյան, 18 թիվ ասած, պարոն Գևորգյանը, առաջին հապեյության շրջանը ներկայացրեք, սակայն խնդրում եմ մի քիչ երևի ավելի լայն ընդգրկումով, ոչ միայն զուտ 18-20 թվական, այլ դեռևս 17 թվականին ընտրվեց արևմտահայ ազգային խորհրդի անդամ եւ 21 թվականին էլ Փետրվարյան ապստամբության շրջանում իր որոշակի մարտական դերակատարություն ունեցավ թուրք հայկական պատերազմի ժամանակ, կարծեմ ծանր վիրավորվեց։ Գիտեք, ուրեմն ռուսական 1917 թվականների նախ Փետրվարյան, ապա հոկտեմբերյան հեղափոխություններին, ինչպես հայտնի է, հաջորդեց ռուսական զորքերի նահանջը գրավյալ տարածքներից, այսինքն սկսեց դատարկվել Կովկասյան ռազմաճակատը եւ բնականաբար երբ ռուսական զորքերը խաբված բոլշևիկյան կարգախոսներից հեռանում էին, թուրքերը պիտի գային առաջ։ Հիմա ուրեմն իսկով պիտի գնար եւ կռվեր թուրքերի դեմ, որովհետեւ Անդրկովկասյան ժողովուրդները, հետո Անդրկովկասյան կոմիսարիատի, հետո Սեյմի շրջանում ձևականորեն էին միավորված եւ վրացիները եւ ադրբեջանցի թաթարները կռվելու պատերազմ հայ թուրքական աստորեն պատերազմ։ Մինչեւ այդ
Անդրանիկը Էրզրումի աղետալի անկումից հետո 1918 թվականի փետրվարի 27-ին Անդրանիկը այլևս ռազմական գործողությունների մեջ չմտավ, նա եկավ անցավ ինչպես հայտնի է Լոռի, հետո Ջուլֆա, հետո ուրեմն գնաց Զանգեզուր եւ միաժամանակ այնտեղ էր եւ այս ամբողջ ինչպես նշեց Արգարժան կոլեգան, այս ամբողջ գործողությունները մշեցիների, խնուստիների, սասուցիների այդ ամբողջ զորաջոկատների հրամանատարը Սմբատն էր եւ Սմբատը հələ ծրագիր ուներ նորից վերագրավելու ուրեմն Բիթլիսը, որը չհաջողվեց, որովհետեւ Էրզրումը ընկավ, բոլորը նահանջում են եւ ինքն էր, որ դրանց ուրեմն առաջնորդվելով Կարոս Ասունու հետ, որը ուրեմն Փետրվարյան հեղափոխությունից հետո նշանակվել էր Տարոնի նահանգապետ եւ նրա նստավայրը ուրեմն խնուսն էր եւ նրանք ստիփաց նահանջեցին, որովհետեւ մյուս շրջանները նահանջում էին, կապը չկար, նահանջեցի ստիփաց նահանջի դիմեց Մուրադը, Սեպու, այսինքն այս ամբողջը պիտի դիտել, այս բոլորը գործողությունները պիտի դիտել մի ամբողջության մեջ եւ նրանք նահանջելով եկան։ Հիմա Սմբատը դրանից հետո 18 թվականին փաստորեն 18 թվականի այդ գործողություններից հետո երբ որ անցավ Կովկաս, նա էլի Անդրանիկի հետ էր, բայց երբ որ Անդրանիկը Զանգեզուրից հեռացավ, ուրեմն Սմբատը մնաց եւ Սմբատը Ֆիդայիների գնդի նա ինքն էր։ Դրանից հետո Սմբատը եւ այդ ամբողջ արևմտահայերը ենթարկվում էին, նա շատ կարգապակ կուսակցական եւ այո նա այդ շրջանում գիտեք ոչ որպես կադրային սպա մեծ դեր ինչպես Սեպուը, ասենք մեծ հարգանք ուներ Հայաստանի Հանրապետության ռազմական կյանքում, բայց ցավոք սրտի կադրային սպաները Սմբատի ու Սեպուի նման գործիչներին չէին ընդունում։ Հիմա Սմբատը այս շրջանում ինչ կարևոր դերակատարություններ է ունեցել, հատկապես շատ մեծ է նրա դերակատարությունը 1920 թվականին ուրեմն դեռևս Արամ Մանուկյանի 18 թվականից ծրագրած արևելյան Հայաստանը կամ ավելի կոնկրետ Հայաստանի Հանրապետությունը միատար դարձնելու գործում, որովհետև Սմբատն էր, որը ղեկավարում էր այն Սասունցի, Մշեցի եւ մյուս ուժերին, որոնք ասենք միատար դարձրեցին Հայաստանը, այսինքն թաթարական ըմբոստարը քշեցին Հայաստանից։ Ես չեմ Հայաստանը հայացվեց, ժամանակի այդ տերմինը օգտագործում հայացվեց, ժողովրդական պատկերի հոգուտայից փոխելու առումով, հակառակ դեպքում 20 թիվը մեր համար կփակվեր առանց հայերի։ Եվ Սմբատը 1920 թվականին, երբ որ սկսվեց հայ-թուրքական պատերազմը, ընդ որում այդ հայ-թուրքական պատերազմի սկզբնավորման առումով մեր քաղաքական միտքն էլ իր մեղքի բաժինը ունի։ Մենք պետք է պատմաբաններս անաչառ դատենք։ Կարելի է խուսափել հայ-թուրքական 20 թվականի կռիվներից, բայց դա այլ հարց է, այլ քննարկման առարկա։ Ինչեւ Սմբատը մոլորდება այդ պատերազմի ժամանակ իրեն ծիզաղ դրսևորեց, վիրավորվեց։ Սմբատի եւ Սեպուի նման ուրեմն ռազմական գործիչները, որոնք բնատուր տաղանդներ էին, անտեսվեցին, այդ կադրային սպաներն էին, Նազարբեկով, Սիլիկյան եւ մյուս, ելի ենք մենք այդ մասին խոսել, որոնք այս մարդկանց միշտ ստվերի մեջ էին ուզում պահել։ Եվ տեսեք Սմբատի քաջության, ինչպես նաեւ Սեպուի, չեմ ասում Սեպուի, որովհետեւ Կարսի գրոհի ժամանակ թուրքական գրոհը Կարսի վրա հոկտեմբերի 30-ին, որ Կարսը խայտարակ կերպով ընկավ, չէ՞։ Ուրեմն միայն ցախ թևը, որտեղ հրամայում էր Սեպուը, իսկ Սմբատը նրա հետ էր, ցախ թևը մենակ պահեց։ Իսկ եթե ամբողջ ռազմաճակատի հրամանատարությունը վստահվեր այս մարդկանց, հաստատ Կարսը չէր ընկնի։ Իսկ եւ հետո դրանից հետո երբ որ մեր կրվող ուժերը նահանջեցին, որ Մալա Գյոկչայ ներկայիս Մարալիկի մոտ, այստեղից Սմբատն էր, որ կրվող ուժերով հարձակվեց թուրքերի վրա եւ նրանց քշեց մինչեւ Բայանդուր եւ ճանապարհին գլխից վիրավորվեց, ընդ որում կոմայի մեջ ընկավ ահագին ժամանակ եւ ուշքի չէր գալիս, բայց հայ ժողովրդի աստվածները հələ կարելի ասել իրենցից հայ ժողովրդից երես չէին թեկել վերջնականապես, որ Սմբատը նորից ապակինվեց։ Սմբատի հաջորդ կարևոր դերակատարությունը նա է, երբ որ այո հուսան, մյուս կարևոր դերակատարությունը նա էր, որ երբ որ հայ հեղկոմը Երևանյան համաձայնագրով եկավ Հայաստան եւ Ավիս Նուրիջայանը Հայաստանում կիրառեց ռազմական կոմունիզմի քաղաքականությունը, չէ, եւ մտցրեց այդ պարեն մասնատրումը, ժողովուրդը փաստորեն դուրս էր եկել ընդդեմ հայ հեղկոմի եւ սկսվեց այդ փետրվարյան
ապստամբությունն է, ուրեմն Սմբատը ղեկավարում էր Սասունցի, Մշեցի, Խնուստի, Վանեցի մյուս կռվող ուժերին, որոնք ֆիդայիների կողմից շարժվում էին դեպի Երևան։ Ընդ որում ես այստեղ ուզում եմ մի փաստին անդրադառնալ, ուրեմն Երևանի գրավումը նախատեսվել էր փետրվարի 16-ի լույս 17-ի գիշերը եւ Սմբատը Կարոս Ասունու հետ մեկտեղ նրանք արագ, որովհետեւ կապի մեջ էին Բաշ-Գառնեցի, Մարտիրոսի, Կուրոտ Թարխայանի մյուսների հետ, որ այդ օրը պետք է սկսեին։ Նրանք գրավեցին աշտարակը, հետո Էջմիածինը, Մարգարայի կամուրջը, Սարդարաբադը, ու պետք է շարժվեին Երևան, բայց հանկարծ իմացան, որ 17-ին Երևան չեն իջել։ Բուքը խանգարել էր, որ նրանք իջնեին։ Հակառակ դեպքում այդ Համազասպը եւ մյուսները, Ղորղայանն են մյուսները չէին կազմահարվի։ Այսինքն Սմբատը իր դերի մեջ էր այդ ժամանակ վիրավոր եւ ինքը ամբողջ այդ մինչեւ ապրիլի 2-ը, երբ որ նոր ուժեր Կարմիր բանակը ուղարկեց եւ Հայաստանը նորից խորհրդայնացվեց, ուրեմն Սմբատը անընդհատ ճակատում էր վիրավոր գլուխը կապած վիճակում եւ իհարկե դրանից հետո արդեն նա բռնեց գաղթի ճանապարհը։ Այդ շրջանի կանդրադառնանք։ Պարոն Գևորգյան, մեր ոչ վաղ անցյալի շրջանում մեր ֆիդայիների կյանքը եւ գործունեությունը անշուշտ հիմա էլ ավելի քան 100 տարի անցնելուց հետո անգամ արդիական եւ դասիրակչական նշանակություն ունի եւ մասնավորապես օրինակ Մախլուտոյի Սմբատի պարագայում կարծեմ նրա հուշերի հիման վրա է Խաչիկ Դաշտենցը Ռանշպարների կանչ վեպը գրել, այսինքն հարցս այդ առումով եմ ուզում ձեզ տալ մեր ֆիդայիների մարտական ուղին ինչպես գեղարվեստական գրականության մեջ այնպես էլ տարբեր լրատվական կամ տեղեկատվական միջոցներով պետք է միշտ քարոզվի, հանրայնացվի, որպեսզի հատկապես մեր երիտասարդ պատանիք սերունդը հասու լինի եւ ոգևորվի։ Շատ տեղին հարց տվեցիք, որովհետեւ Սմբատի հուշերի մի մասը տպագրվել է երիցանցի խմբագրությամբ, բայց Սմբատի հուշերի մյուս մասը իր ձեռագրով այսօր պահվում է պատմության թանգարանում։ Անձամբ ես մի քանի անգամ փորձել եմ օգտվել, բայց առայժմ է միշտ անհաջողության։ Սմբատի հուշերի գիրքը այսօր այսօր այնտեղ դրված է։ Մի քանի անգամ ես գնացել եմ եւ չեմ կարողացել վերցնել մի խոսք։ Ուզանք նաեւ այդ հարցը կլուծվի, ես նկատի ունեմ ընդհանրապես։ Հենց այդ պատճառով էլ ասացի, որ շատ տեղին շատ լավ հարց տվեցիր, որովհետեւ ես կարողանայի ասել, որ այսպեսի մի երևույթ էլ կա այստեղ։ Սմբատի իհարկե մեր մյուս նշանավոր գործիչների մարտական գործիչների մասին կան բանաստեղների կողմից ձոնված երգեր, առանցին ակնարկներ եւ այլն, բայց ամենալավ գործը դա անշուշտ Խաչիկ Դաշտենցի Ռնչպարների կանչն է։ Անձամբ ես որպես պատմաբան շատ բանով պարտական եմ հենց Խաչիկ Դաշտենցի։ Իդեպ այդ վեպի գլխավոր հերոսը հենց Սմբատն է։ Եվ այնտեղ պատմական փաստերը գրեթե ճշմարտությամբ պահպանում են։ Որոշ վրիպումներ իհարկե այնտեղ կան, եւ նա անշուշտ օգտագործել է Սմբատի հուշերը, բայց նաեւ Ռուբենի հուշերը։ Ռուբենի հուշերից է շատ ավելի օգտվել։ Եվ այս առումով Ռնչպարների կանչը, որը հիմնականում վերաբերում է նաեւ Սմբատ Բորոյանի գործունեությանը, կարելի է ասել, որ արժեք չեմ գտնում որևէ բառ ասելու ներկայացնելու նրա իրական արժեքը, շատ համով հոտով գրված գիրք է։ Սմբատի մասին նաև կան երգեր, որտեղ փառաբանում են Սմբատին որպես հերոսի, որպես զորավարի, եւ իզուր չէ որ նրան տվել են Մշո Արյուծ Տարոնի Կորիրուն այդ անվանումը, այդպիսի անվանում ժամանակին տվել են Նեմրութի Ասլան աղբյուր Սերոպին, այնպես որ այսօր էլ իհարկե արդիականն է, որովհետև մենք այնպիսի պատմական, այնպիսի քաղաքական իրավիճակում ենք ապրում, որ Սմբատի կերպարների իմացությունը այդ ոգին շատ անհրաժեշտ է այսօրվա մեր սերունդների համար եւ ինչու՞ չէ ամբողջ հասարակության համար։ Նրանք օրինակ են ծառայել, թե ինչպես կարելի է իրենց գործունեությամբ նպաստել երկրի հզորացմանը։ Այ մեր հարգարժան գոլեգան պաշտպանությանը, պետականության ամրապնդմանը, հայացման, Հայաստանը ամբողջովին հայացման գործը, որ կատարվեց 1920, ինչու սկսած այն ժամանակահատվածից, երբ ռուսական զորքերը լքեցին Կովկասյան ճակատը, այստեղ անընդհատ բռնկվել է այդ զինված բախումները։ Կես միլիոնից թուրքական այդ զինված ամբոխը միշտ զենքի է դիմել ընդդեմ հայ իշխանությունների։ Եվ ահա այստեղ էր, ինչպես նշեց մեր հարգարժան գոլեգան, մեծ էր Սմբատ Բորոյանի
դերը եւ ահա այս պատմական իրողությունների իմացությունը անշուշտ անհրաժեշտ է նաեւ այսօր։ Ինչու այսօր մեր Սմբատը մեր ֆիդայիների այո, կյանքը մեր Եվ ճիշտ ասած, Սմբատ Բորոյանի, չեմ ասում Նիկոլ Դումանի նման մեծության մի փողոց են, ըսկի չգիտենք էլ թե ուր են այդ փողոցները։ Իսկ Աստված գիտի թե ում անունով ինչպիսի փողոցներ, հրապարակներ կան Երևանում։ Ժամանակն է, որ մենք էլ մեր տեր կանգնենք մեր պատմությանը, մեր հերոսներին, որպեսզի մեր ժողովուրդն էլ տեսնի, հասկանա, որ մենք միայն ցեղասպանության ենթարկված ազգ չենք։ Մենք էլ հերոսական էջեր ունենք, մենք էլ հերոսներ ունենք, որոնց մասին մենք Նաև այդ նպատակին է ծառայում ներկա հաղորդաշարը, որպեսզի մեր հայրենակիցները տեղյակ լինեն։ Հարգելի բարեկամներ, կրկին շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Այսօր, ինչպես դուք երկուսդ էլ դիպուկ նշեցիք, Մախլուտոյի եւ մյուս մեր բոլոր ֆիդայիների կյանքը եւ գործունեությունը մեր հանրությանը, յետասարդությանը ներկայացնելու, հանրայնացնելու, քարոզելու կարիքը իհարկե կա, անհրաժեշտությունը կա, մանավանդ որ գտնվում ենք այնպիսի, ինչպես պարոն Գևորգյանը շեշտեց, այնպիսի բարդ ռազմաքաղաքական վիճակում եւ շրջապատված ունենք Ադրբեջանի նման թշնամի հարևան։ Հարգելի հեռուստադիտողներ, Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր անվանի հայդուկ Մախլուտոյին, Սմբատ Բորոյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։